ուժեղ կողմերը կարևոր են։ Սա Կարենն է։ Նա 10 տարեկան է։ Սովորում է 5-րդ դասարանում։ Դպրոցում Կարենին անվանում են դժվար երեխա կամ չար Կարեն։ Երբ Կարենը դասերին ձանձրանում է, սկսում է անկարգություններ անել։ Խանգարում է ընկերներին, աղմկում է, չի լսում ուսուցչին։ Մի օր դպրոցի հոգեբան Անահիտն ու Կարենի դասղեկ ընկեր Արմինեն հանդիպեցին ու որոշեցին պարզել, թե ինչն է խանգարում Կարենին սովորել։ Հոգեբան Անահիտն իր սենյակում հանդիպեց Կարենին։ Սկզբում Կարենը չէր խոսում, միայն լսում էր։ Ընկեր Անահիտը տղային պատմեց կյանքի իր պատմությունները ու ընկերացավ։ Աստիճանաբար Կարենը վստահեց հոգեբանին ու պատմեց իր դժվարությունների մասին։ Կարենը դժվարանում էր դասերին երկար նստել և կենտրոնանալ։ Ընկեր Արմինեն ու հոգեբան Անահիտը Կարենի համար գտան նոր զբաղմունք՝ շախմատ։ Այսպես շախմատն օգնեց Կարենին կենտրոնանալ դասերի ընթացքում և հանգիստ ընդունել պարտությունը։ Ընկեր Անահիտը հանդիպեց նաև Կարենի ծնողներին և պատմեց, որ Կարենը երազում է ձիարշավարան գնալու մասին։ Սկզբում Կարենը վախենում էր շփվել կենդանիների հետ, սակայն կերակրելով, խնամելով և մարզելով ձիերին, Կարենը սովորեց լինել համբերատար, կառավարել սեփական հույզերն ու էներգիան։ Հիմա Կարենը սիրում է պատմել Սևուկի և Շեկոյի մասին։ Այսպես նա նաև ավելի շատ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ։ Իսկ դպրոցում դասղեկ Արմինեի և ընկեր Անահիտի առաջարկով Կարենը սկսեց օգնել իր ուսուցիչներին։ Նա դասընկերներին բաժանում էր մատիտներ, տետրեր, երբեմն հավաքում էր դասասենյակը։ Կարենը շատ էր ոգևորվում, երբ գրատախտակի մոտ ներկայացնում էր խմբի աշխատանքը։ Այսպես գրատախտակի մոտ խաղի, ընկերների հետ հարց ու պատասխանի միջոցով նա կատարում էր իր առաջադրանքները։ Հիմա Կարենը չի ձանձրանում ու հետաքրքրությամբ մասնակցում է դասերին։ Նա այլևս դժվար երեխա չի համարվում։ Մանկավարժի, հոգեբանի, համադասարանցիների և ծնողների գրագետ ու կազմակերպված համագործակցության շնորհիվ Կարենը գտավ սեփական ուժեղ կողմերն ու նախասիրությունները։ Կարենն այլևս իրեն մերժված կամ ավելորդ չի զգում։ Նա ակտիվ և ինքնավստահ սովորող աշակերտ է։ Ահա թե ինչու ուժեղ կողմերը կարևոր են։